պատասխանեմ ձեր հարցերին։ Ֆակտորը է։ Իշխող ուժը ուղիղ ասեց ինչ հարցեր է պետք տալ։ Տիկին Վարդանյան, ընդդիմությունը ինչու չի գալիս նիստերին, ինչն է պատճառը, եւ խորհրդարանը դեռ իր աշխատանքները չի ավարտել ու դուք նաեւ հավակնում եք հաջորդ գումարվելիք խորհրդարանում լինելու, եթե չեք աշխատելու, չեք գալու ձեր ընտրողների շահերը, այսպես ասած, խորհրդարանում չեք ներկայացնելու իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, օրենսդրական նախաձեռնություններ չեք ներկայացնելու, հարցադրումներ չեք անելու, մանդատները վերցնելու եւ ընդդիմության տեղերը զբաղեցնելու նպատակը որն է։ Սա մեկ եւ մենք երեք խոսեցինք, հա, Սամվել Կարապետյանի հետ ձեր հավանական համագործակցության մասին, ինչ որ բան փոխվել է, արդեն նորություն կարող եք ասել, Քոչարյան-Կարապետյան հանդիպում երբ տեղի կունենա։ Հաշվի առնելով առաջարկ, որ Սամվել Կարապետյանն արել է։ Շնորհակալություն հարցերի համար։ Ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, հարգելի գործընկերներ, օրինակ ընդդիմությունը չի զբաղեցնում որևէ այլ ընդդիմադիրի տեղ, չի զբաղեցնում լրագրողների տեղ, զբաղեցնում այն տեղը, որը իրեն տալիս են քաղաքացիները, եւ քաղաքացիները, մեր նաեւ ընտրողները, հիմա մենք ուսումնասիրում ենք բավական տարբեր պահանջներ ունեն մեզնից, հավատացեք, ռադիկալ նաեւ տարբեր պահանջներ, իսկ ընդդիմությունը այս ընթացքում հենց դրանով Հայաստան խմբակցությունը հենց ձեր ասածով զբաղված է եղել ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված։ Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունը իմացել է ճշմարտությունը Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել։ Ընդդիմությունը 5 տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը, դրանցից ոչ ոք գործող իշխանությունը չի ընդունել, քննարկման առարկա չի դարձրել, բայց հիմա խոստանում է անել այն, ճիշտ այն, թոշակների ինդեքսավորման մասին նկատի ունեմ, որը ներկայացրել է ընդդիմությունը եւ որը ինքը մերժել է։ Եթե նկատի ունեք վերջին քառորյային չմասնակցությունը եւ դրանից եք, այսինքն եզրակացություն որ չգիտեմ հարցեր հրաժարվում ենք բարձրաձայնել եւ այլն, թույլ տվեք ասել դա այդպես չի, վերջին քառորյայի Ներեք, բայց դուք վերջին շրջանում կառավարության հետ հարցոպատասխաններին չեք գալիս։ Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել։ Ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, ուզում ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում տալ։ Դուք ի վերջո տեսաք նաեւ մեր չմասնակցության վերջին նիստին, որտեղից է գալիս հիստերիան, որտեղից է գալիս ագրեսիան, չէ՞ որ ընդդիմությունը երբ որ մասնակցում է, այսպեսի մի հատ հավասարեցման նշան կա, ասում են, դե երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք, այս բառապաշարը չենք ուզում լսել։ Ընդդիմությունը վերջին նիստերին չկար։ Կար հիստերիան, կար գորգռոցը, կար վիրավորանքը, ու տեսանք այդ ամեն ինչը չէ որտեղից է գալիս, դա մարտավարություն է։ Այդ մարտավարությունը մենք երբեք չենք ասել, որ չի կարող փոխվել։ Այո, մենք այն ընդդիմադիր ուժն ենք, որ բոյկոտել է օրինակ ամիսներ շարունակ գնահատել ենք, հասկացել ենք դա արդյունավետ չի, փոխել ենք մարտավարությունը, գնահատել ենք, որ այս շաբաթ հարցոպատասխանին պետք է մասնակցել, գնացել ենք հարցերը տվել ենք, գնահատել ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թեզերի հետ պետք է մնա այդ շաբաթ, չենք գնացել, մենք մարտավարություն փոխելու հետ խնդիր չունենք, մենք խնդիր ունենք նպատակներ փոխելու հետ, որը երբեք չենք արել եւ չենք անելու, ինչ մարտավարություն կորդեգրենք, կներեք, դա ընդդիմության ազատ կամքն է, մենակ այստեղ ասեմ, որ այն նարատիվը, որ առաջ են տանում այդ թվում նաեւ մեդիայում, ընդդիմությունը հուսամ նաև իշխանության պատգամավորները երբեք աշխատավարձ չեն ստանում իրենց չներկայացված նիստերի համար։ Սա ուզում եմ ուղղակի հանրությունը իմանա ու այս բանը ավարտենք, որ չեք գալիս, աշխատավարձ եք ստանում եւ այլն։ Ինչ վերաբերում է համագործակցության մասին, մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում նաև խնդրական շրջանում ասել ենք, որ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակը չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ լուծել։ Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով ու ռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը եւ գնա այդ ճանապարհով։ Ավելի կոնկրետ դետալներ, կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին բնականաբար ես չեմ կարող ասել։ Հիմա կան քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնց արդյունքները կարծում եմ առաջիկայում կդրսևորվեն։ Ես գնահատում եմ եւ կարեւորում եմ, որ կա այդ քննարկումը եւ գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, որտեղ դա է միակ ճանապարհը։ Մնացածը կարծում եմ առաջիկա փուլում, որը սահմանադրական դատարան ընդդիմության ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի པարզ կերևա ինչի մասին են այս քննարկումները համատեղ աշխատանքը։ Սիվիկը է։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, խնդրում եմ հստակեցրեք համագործակցություն ասելով նկատի ունեք արտախորհրդարանական